Հայաստանում գնաճ կա, ահա որ, սարսափելի, այս բառերով են մարդիկ բնութագրում թանկացումները Հայաստանում։ Ահա որ, սարսափելի, տղա ջան։ Միանշանակ բարձրացել է։ Ահա որ ձևի գնաց։ Ամեն ինչը, սնունդը որ հաստատ։ Այնքան է թանկացել սնունդը, որ 10-ից 20 հազար դրամով հազիվ 1 կամ 2 օրվա սնունդ կարելի է գնել 2-3 հոգանոց ընտանիքի համար։ 10,000 դրամով ընդամենը երևի 2 օր։ Մինիմում չափով եւ կարելի է կատնամթեր եւ մսամթեր, բայց ընդամենը իսկը 2 օր կբավարարի, եթե իհարկե փոքր ընտանիք է։ Մի հատ հավ կարաս առնես 10,000 դրամի, մի կտոր երշիկ, հաց, մի կտոր պանիր, այդ ոչ ավելի բան չի բավականացնում։ Եթե առաջ 20,000 տալիս մի շաբաթ կարող անում էի յոլա գնա, իսկ հիմա մի օր ու կես։ 2025-ի դեկտեմբերին արդեն պարզ էր, որ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները 4.3% թանկացել են 2024-ի դեկտեմբերի համեմատ։ Գնաճը հունվարին էլ շարունակվում է, ասում են սպառողները։ Մեկ հատ երշիկը ճոխություն է դարձել, այն ավելի քան կրկնակի թանկացել է։ Մինչև նոր տարի էլ էր աճ, հիմա նորից աճել է։ Առաջին փուճուր պիկանտնի երշիկներ մենք առնում էինք 1000 քանից, հիմա 2.5-ից ոչ պակաս։ Մարդիկ նկատել են, որ պահածոյացված լոլիկը, բիբարը, սմբուկը, սունկն ու եգիպտացորենը, ինչպես նաև թթվեղենը կտրուկ թանկացել են։ Անցած ամռան հետ համեմատած ավելի քան 50%-ով են աճել պահածոների գները։ Առաջ այս Վարդրջանի խավիարն առնում էինք 850 դրամ, հիմա 1230 դրամ։ Այսինքն 50% ավել բարձրացել է։ Ամեն ինչի գինն էլ, հացն էլ, թեկուսերի հաց 250 դրամ։ 2018-ի հունիսից մինչև հիմա մեր երկրում գնաճը 31.33% է եղել։ Նվազագույն թոշակը 36,000 դրամ է։ Անկանխիկ առևտրի դեպքում այդ գումարը առավելագույնը 7,200-ով կավելանա, մինչդեռ ըստ պետական վիճակագրական կոմիտեի հաշվիչի ամսական նվազագույնը 47,000 դրամ է պետք գնաճին դիմակայելու անհրաժեշտ քանակի սնունդ գնելու համար։ Պատկերը նույնն է նվազագույն աշխատավարձ ստացողների համար։ Վերջի 2 տարվա մեջ իմ աշխատավարձը չի բարձրացել, բայց ամեն ինչ թանկացել է։ Մշտ Հայաստանի համար դա երևի թե նորմալ է, բայց սաղ աշխարհում աննորմալ բան է դա համարվում։ Դա աշխատավարձը նույն քանակի է մնացել, բայց բնական է, որ թեկուզ 2%-ով էլ եթե ավել վճարես նախնական զնդի գումարից բնական է, որ զգացվի քո բյուջեի վրա։ Առանց երեխաների օգնության չեն կապրում, ասում են նվազագույն աշխատավարձ ու թոշակ ստացողները։ Սրտի ուզածը գնել 1000-ից 1 է ստացվում։ Երեխես ամ էս պահում, տալիս է ծախսում ենք։ Զուսպ ենք պահում մեզ ավելի բաներ կա, որ ուզում ենք առնենք, ուղղակի գումարը չի հերիքում, ասում ենք լավ մնա հաջորդ անգամ, երբ որ գումար կունենանք խնայած, նոր այդ բանը կառնենք։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։